Շեֆ խոհարարի համար բերել ես տավարի փափուկ միս։ Էսա վերցրա։ Բայց էսի հավի միս է։ Էդ ավելի է ժանա։ Ես այս պայմաններում չեմ կարող աշխատեմ։ $4500 դրամ տվել ես այս հղիության տեստին, իսկ տավարի միս ափսոսացել ես առնես։ Ջաջ, հել եմ իրոպ է։ Էտո վաղի։ Ոչ մեկ։ Ճիշտն ասա։ Ազատ խնդրում եմ մենակ ոչ մեկին չասես։ Բայց սիրած միրած ունես, մանատես ծերուկ։ Դժվել ես ինչ սիրած։ Բովա։ Ջես ասում։ Ազատ խնդրում եմ Մարին ու Լևոնչիկին հələ չասես։ Դու պրոբլեմ չունես։ Այս գաղտնիքը կտանում իմ հետ գերեզման։ Լուրջ ես ասում, Ազատ։ Չի կարա տենց բան լինի։ 10 տարի առաջ էլ էիր ասում չի կարա տենց բան լինի։ Հենա նստած է, չի կարա տենց բան լինի։ Պապան հազիվ մեզ է պահում, 4-րդ երախում ոնց եմ պահելու։ Ինձ թվում է Ազատին դուրս կանեն տնից։ Ազատը իր գլուխը կարապայ, այ ջահել։ Դու մտածի որ էսը բուֆետիդ փողերը խլելու են ձեռից հետ, որ պամպերս առնեն։ Մի 2 կոպեկ փող էին տալիս մեզ, հիմա էդ էլ չեն տա։ Փաստորեն մեր մանկական բյուջեն կրճատվելու է։ Ես այս չեմ կարող ապրեմ։ Այս տարի գրին քարտ եմ գցելու։ Երեխան իրա լավ կողմն էլ ունի։ Հենց լացի, տնեցիք զբաղված կլինեն։ Ու մենք այդ ժամանակ ինչ ուզենք կանենք։ Մնում ամատացել ոնց անենք, որ երեխան միշտ լացի։ Ներծծվող մասը 5 վայրկյան պահել մեզի շթի տակ։ Ես դու էլ ես հղի։ Չէ, առել եմ որ հաստատ համոզվենք որ հղի ես։ Հանգստացի հղի չեմ, ստուգվել եմ։ Ինձ թվում էր։ Ջան։ Հավիկ, երեխեքի ծնվելուց այսքան ուրախ չեն, ինչքան չծնվելուց։ Բայց ասա որ իմացար դու էլ մի փոքր հանգստություն զգացիր։ Դե թե անկեղծ, հա։ Դուրը թակա։ Երևի։ Yarı Ես գնացի։ Երկրորդ անգամ նույն գետը չեմ մտնելու։ Bonjour, ձեզ ողջունում է Լա Ալզիզան, ֆրանսիական ռեստորան։ Լա Պրովանս եւ հատուկ ուտեստ հավի մսից Լա Ռոշել։ Սոված մեռան կարագացրա այ լա կոտ։ Դե